Դեմենցիա ունեցող մոր խնամքը ճիշտ կազմակերպելու համար տիկին Նունեն ծանոթանում է էրգոթերապևտի մշակած ուղեցույցին։ Նա այստեղ է նաև սեփական առողջությանը հետևելու համար, քանի որ կան ժառանգական ռիսկեր, եկել է հետազոտվելու եւ անհրաժեշտության դեպքում կանխարգելելու հիշողության ու վարքագծի այն փոփոխությունները, որոնց ամեն օր ականատես է լինում տանը։ Դա տեսնելով չեմ ուզում ես էլ հայտնվել այդ աշխարհում։ Կոչ եմ անում բոլորին, ովքեր առնչվում են, ովքեր ունեն հարազատներ, անգամ եթե չունեն, լսել են, անպայման ժամանակին գտնել լավ մասնագետներ եւ դիմել, պարտադիր, կանխարգելել, որովհետեւ ավելի լավ է հիմա դիմել, կանխարգելել, քան թե հետոն։ Հետոն այնքան էլ հաճելի չի, մեղմ ասած։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով աշխարհում դեմենցիայով ապրում է շուրջ 57 միլիոն մարդ, իսկ տարեկան գրանցվում է մոտ 10 միլիոն նոր դեպք։ Դեմենցիաներից ամենատարածվածը համարվում է Ալցհեյմերի դեմենցիան 60-ից 70% դեպքերում, որը պայմանավորված է սպիտակուցների ախտաբանական կուտակմամբ նյարդաբջիջներում, որոնք բերում են նյարդաբջիջների վնասման եւ համապատասխանաբար գանգատների առաջացման։ Երկրորդ տեղը զբաղեցնում է անոթային դեմենցիաները։ Եվ կան նաև այլ դեմենցիաներ, օրինակ լևի մարմնիկներով դեմենցիա, երիտասարդների մոտ ֆրոնտոտեմպորալ, ճակատքունքային հատվածների ատրոֆիան, որը բերում է գանգատների առաջացման, այսինքն դեմենցիաների բուժման ստրատեգիան որոշում է ճիշտ ախտորոշմամբ։ Բժիշկը նշում է, կա սկրինինգային թեստ, բուժառուն անցնելով այն հավաքում է որոշ միավորներ, որոնք ցույց են տալիս կոգնիտիվ ֆունկցիայի ախտահարումները, սակայն դա դեռ չի նշանակում, որ անձը ունի դեմենցիա։ Կոգնիտիվ, այսինքն կենտրոնացման, հիշողության հետ կապված խնդիրների կարող է պատճառ լինել նաև այլ օրգան համակարգերի ախտահարում, մասնավորապես վահանաձև գեղձի հիվանդություններ, վիտամին B12-ի պակաս, նեյրոինֆեկցիաները, միավը, սիֆիլիսը կամ լյարդ երիկամային ֆունկցիայի խանգարումները, այսինքն ճշգրիտ բուժական մոտեցում ցուցաբերելու համար անհրաժեշտ է հասկանալ տվյալ հիվանդության պատճառագիտություն, ինչն է բերել դեմենցիային նմանեցնող գանգատների առաջացման։ Բժշկի խոսքով ամբողջ աշխարհում կարևորվում է դեմենցիայի կանխարգելիչ բուժումը, ազդելով մոդիֆիկացվող ռիսկի գործոնների վրա հնարավոր է նվազեցնել դեմենցիայի զարգացումը կամ դրա առաջացումը։ Անհրաժեշտ է վաղ փուլում ախտորոշումը, քանի որ վաղ փուլում ախտորոշման դեպքում կան դեղորայքային միջամտություններ, նույն կոգնիտիվ վարժություններ, որոնք հնարավորություն են տալիս հետաձգել հիվանդության վատթարացումը, քանի որ ավելի ուշ փուլերում տվյալ անձի մոտ առաջանում է ճանաչողական խնդիր, հիգիենայի պահպանման անհնարինություն, կողմնորոշման հետ կապված խնդիրներ, անքնություններ, զառանցանքներ, որոնք հնարավոր է վաղ փուլում այդ process-ը դանդաղեցնել։ Դեղորայքային բուժմանը զուգահեռ կարևոր գործոն է բազմամասնագիտական համալիր աշխատանքը, վերականգնողական թիմի, լոգոպեդի, էրգոթերապևտի առկայությունը, ընտանիքի անդամների աջակցությունը։ Հենց այս նպատակով էլ մշակվել է ուղեցույցը։ Բերեմ մեկ օրինակ։ Երբեմն լինում է այնպես, որ դեմենցիա ունեցող անձը կարող է բացել դուռը եւ փորձել դուրս գալ տանից, մոլորվել, եւ այս պարագայում էրգոթերապիստի խորհուրդը հիմնականում հետեւյալն է լինում՝ ներկել դուռը պատի գույնով, որպեսզի այն քողարկիչ բնույթ, քողարկիչ նպատակ ունենա եւ դեմենցիա ունեցող անձը այդ պարագայում հրաժարվում է տանից դուրս գալուց։ Եվ այդ պարագայում դեմենցիա ունեցող անձը մոռանում է այն վարքի մասին, բացել դուռը եւ դուրս գալ եւ շեղվում է իր գործողություններից։ Կարող ես կարդալ ինչ-որ տեղերից, գրքերից, ինտերնետից, լսել բարեկամներ, ընկերներ, բայց ամեն դեպքում մասնագիտական կողմնորոշումը շատ կարեւոր է, շատ եւ շատ կօգնի։ Ուղեցույցները օդի պես պետք են։ Մասնագետները հիշեցնում են, ժամանակին հետազոտվելու եւ սեփական հիշողությունը փրկելու հնարավորությունը մեր ձեռքերում է։ Ի դեպ կան եզակի նյարդաբանական խնդիրներ, որոնք հանգեցնում են դեմենցիայի զարգացմանը նաեւ ավելի երիտասարդ տարիքում։ Նարեկ Ոսկանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։